Երբ մենք ծնվում ենք, մեր ծննդյան ամսաթվով մեզ տրվում է մի յուրահատուկ թվային բանաձև, մի քարտեզ, որը ցույց է տալիս մեր կյանքի հիմնական էներգիաները։ Տեսած կլինեք, երբ աջ կամ ձախ ձեռքին կապում են ինչ-որ թվանշան, բրասլետի նման, նորացնի, որը ցույց է տալիս հենց վեդայական թվագիտությունը, դա կյանքի հիմնական էներգիաներն են։ Վեդայական թվագիտությունը ընդհանրապես չի կանխատեսում ապագան, այն կարող է բացահայտել մեր թաքնված պոտենցիալը, խնդիրները եւ լուծման ուղիները։ Օրինակ, բերեմ, եթե խոսքի օրինակ, դուք ծնվել եք 3 թվի ազդեցության տակ, բնական է, ապա դա քո էությունն է արտահայտման ստեղծագործելու եւ հաղորդակցելու մեջ է։ Բայց եթե 8 թիվն է, այստեղ 8 թիվը կարող է իշխել, քո կյանքի ճանապարհը կապված է ուժի, կառավարման եւ հաջողության հետ։ Ուզում ես իմանալ, թե ինչ թվային կոդի, կամ կոդ է թաքնված քո անունի եւ ծննդյան մեջ։ Ինչպես կարող ես բացահայտել քո կյանքի իրական նպատակը եւ օգտագործել դա հաջողության համար։ Կարող ես գալ, բացահայտենք միասին քո թվերի էներգիան։ Օրինակ բերեմ, կար սերիալ, որտեղ որ JD դերասանուհուն կհիշեք, ով ծնվել է մարտի 18-ին 03/1900, այսինքն 18/03/1973։ Դա ինչից է խոսում, որ անձը ունեցել է պոտենցիալ եւ բավականին տաղանդավոր է եղել եւ երաժշտության հետ, եւ բարի մեջ, եւ արտիստիկ է եղել, եւ նա այսօրվա դրությամբ կարող է հասնել բավականին մեծ բարձունքների, եւ նա իհարկե հասել է մեծ բարձունքների։ Երկրորդ օրինակը դա Ռիհաննան է, որն էլի բավականին շատ հետաքրքիր խառնվածք ունի, ձուկ համաստեղությամբ է ծնվել, մարտի ծնունդ է, եւ նա էլ իր տաղանդը, ընդհանրապես 03-ի կոդը եւ մարդու թվանշանը շատ բան են ասում ընդհանուր մատրիցայի հետ միասին շատ մարդկանց մասին։ Նաեւ կարող եմ օրինակ բերել տարբեր, ուրեմն մարդկանց, որոնցից մեկը հենց իմ նաստավնիկն է, նրա թվանշանը կապ ունի 8 թվանշանի հետ, ով կարող է ստեղծել է մի հետաքրքիր դպրոց Կեյտուի